Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Սանկտ Պետերբուրգում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը, Ռուսաստանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ հարաբերություններին, նշել, որ դրանք զարգանում են, առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է տարածաշրջանի զարգացումներից, շնորհակալություն հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թվականին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այն կազմել է 4.5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է եւ մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Մենք նաեւ լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում հին երթուղիների վերականգնումը եւ նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները։ Այսպիսով ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է ընթանում։ Իհարկե կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։ Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար, եւ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով, ինչը կարծում եմ իսկապես պատմական իրադարձություն է, եւ ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես մասնավորապես նկատի ունեմ Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ, բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք ներկայում նաեւ շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ TRIP նախագծի իրականացման եւ կառուցման վերաբերյալ։ Սրանք իսկապես նշանակալի եւ բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար։ Այստեղ կան նաեւ բազմաթիվ նրբերանգներ, որոնք առաջվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։ Վարչապետը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպանը քննարկված հարցերին, Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական զարգացման տեմպերին, իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական գործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIP նախագծին եւ այլ թեմաների։ Վերջում Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ Շարունակենք, Ավագանու նիստը թեժ է եղել, սուր բանավեճ է սկսվել, քաղաքապետ Ավագանու ընդդիմադիր գործընկերներին զսպման կոչեր է արել։ Հանրային ձայն խմբակցությունից Արտակ Գալստյանի ելույթի ժամանակ վիճակը լարվել է։ Մայր Հայաստան խմբակցության պատգամավորները ոտքի են կանգնել ու բղավել։ Չափի մեջ, ասենք, այս չափը չի կարելի, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Իսկանդարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան, ու ձեզ նախազգուշացում, ու շարունակեք ոգևորվել, ժողովուրդ ջան, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ, երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք, որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները, դուք մեկ արդեն ոնց որ իրականում խառնում եք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար եւս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներիդ, ապերավատ լնողներին, են ովքեր որ մտածում են, որ իրականում իրանց քուչում է լավ լռություն ասեցի, այսքան ժամանակ ինքնադրսևորվել եք, հիմա լռեք եւ ուշադիր լսեք։ Ժորժ ջան, ձեր չափերը ճանաչեք եւ սա ձեզ վերջին նախազգուշացումն է։ Սենց հանգիստ, տենց երկար տարել ենք, ինչքան չենք խոսացե, այդքան ավելի եք, ոնց որ տենց ինքներդ ձեզ ոգևորել եք, նստեք, պարոն Քոչարյան, նստեք, ասում եմ, նստեք եւ լսեք։ Ուրեմն սա ձեզ
վերջին նախազգուշացումն է, սուս մնա։ Լավ, լրի նստի տեղդ, պարոն Գալստյան, ասեցի լրիր և նստի տեղդ, պարոն, չէ, Ժորժ ջան, դուք մի խառնվեք, նստեք, չէ, մի արձագանքեք, նստեք, վերջ։ Մինչև այդ ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ելույթում դիմել է Հանրապետություն և Հանրային ձայն խմբակցության անդամներին, ապա անդրադարձել ավականուն որոշումներին։ Հանրապետություն ու հանրային ձայն դուք լավ լսեք, էլի, որ կյանքում ինչ էլ անեք դուք, փորձեք լինել զորավոր, փորձեք լինել պինդ, մաքուր, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա։ Կամ կաս, կամ չկաս, կամ դու ես քու քայլերի տերը, կամ տերին ես ծառայում։ Ու դուք այսօր ծառայում եք։ Երբ որ 1905 թվականին Իսահակյանը հայտնի գրությունը գրել էր, գրության մեջ կարծում եմ կամ Մոարյանը քիհիշի հստակ արձանագրվում էր, որ դժբախտաբար կյանքում երկու գույն կա սևը ու սպիտակը, մոխրագույնը չկա, ու ինքներդ ձեզ մի խաբեք, որ դուք մեջտեղն եք, դուք այսօր մրոտ եք, դուք այսօր սև եք։ Հիմա շարունակեմ, կապված այդ տուրքերի արտոնությունների հետ կապված, էլի, հատուկ սև մրոտների համար։ Ինչն է հետաքրքիր, կարմիր գծերի հետ կապված, լավ ձեր քաղաքական բարոյականությունը որտեղ է։ Գիտակցում եք, որ երկու դատական ատյանով կրվում եք, գիտակցում եք, որ մտել եք քաղաքացու գրպանը, շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել։ Նորմալ է, բաս է։ Լավ ուրիշ ման ասեմ, այսօր բերել եք դուք, չզեկուցվողների տակ սղսնում եք, որ 80 միլիոն դրամ քաղաքացիներ, երբ որ դուք գուրքարկը վճարում եք, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգան են։ Քաղաքի բյուջեն հաստատվել է, իսկ քաղաքապետը դարձյալ անդրադարձել կառուցապատողներին, նշել, որ նրանք, որոնք նորմալ ցամցերով չեն կահավորի շինությունները, նրանց նկատմամբ խիստ պայմաններ կկիրառվեն։ Քաղաքային իշխանությունը հերթական զգուշացումից հետո հայտնում է, որ խստացվում են արտոնությունների տրման չափանիշներն այն կառուցապատողների նկատմամբ, որոնք խախտել են ավականու ընդունած կահավորման կանոնները, մասնավորապես հատուկ ցանցերի տեղադրման կանոնները եւ բարելավում են այն կառուցապատողների նկատմամբ, որոնք ցանցերն ու կահավորումը պատշաճ իրականացրել են։ Երևանի ավականու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այս տարի գրեթե չկա կամ 1-2-ը, որոնք պատշաճ իրականացրել են կահավորումը։ Իրենք ժամկետի երկարաձգման այլ արտոնություններ կստանան, ավելի արտոնյալ պայմաններ, մնացած բոլորը ոչ։ Նոր Հայաստանում նոր առաջնորդների ժամանակն է։ Այս մասին Երևանում ընթացող մեր ձևով շարժման հաշվետու ժողովում հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Ելույթի սկզբում Կարապետյանը նշել է, որ լիքը դահլիճը տպավորիչ տեսարան է եւ սելֆի է արել դահլիճի ֆոնին։ Նա նաեւ առաջարկել է փակել աչքերն ու պատկերացնել մի Հայաստան, որտեղ ամեն օր չեն խոսում պատերազմի մասին, որտեղ հաղթահարված է աղքատությունը, իսկ աշխատող մարդն իր աշխատավարձով կարող է արժանապատիվ ապահովել ընտանիքը։ Մենք մի բան պետք է անենք, խոստանում եմ, միավորվում ենք, աշխատում ենք այս տարի և դուռ ենք բացում դեպի այդ Հայաստան։ 6 ամիս առաջ մեկնարկեց, հայտարարվեց մեր շարժման սկզբի մասին, Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Այս ժամանակահատվածում մեզ միացել է 15,000 կամավոր այսօրվա դրությամբ։ Ես կարող եմ հաստատ հայտարարել, որ շարժումը Հայաստանում ամենաարագ աճող շարժումն է, և մենք կարող ենք վստահ լինել, որ այս տեմպով մենք մեր հասարակությունում կշրջենք հասարակության մեջ պարտությունների անիվը։ Ներողություն եմ ուզում խնդրել կամավորներին, այն միացած կամավորներին, ում հետ դեռ կապ չեն կարողացել հաստատել, որովհետև շատ են դիմողները, հարյուրավոր մարդիկ ամեն օր դիմում են, անպայման կապ կհաստատվի և աշխատանքը իրար հետ կսկսենք շարունակենք։
Նաև կուզենայի մի շատ կարևոր բանի մասին խոսեի, որ ինչի համար են այս մարդիկ մեզ միանում։ Մեր երկիրը մեծ ներուժ ունեցող երկիր է։ Հայ ժողովուրդը տարածաշրջանի ամենագործունյա ազգն է։ Տարածաշրջանի ամենալավ ձեռներեցները, ամենագործունյա մարդիկ մեր ազգի ներկայացուցիչներն են։ Եվ չի կարող մեր ժողովուրդը ունենալ 20% գործազրկություն, 20% աղքատություն։ Չի կարող մեր երկրում ամեն 5-րդը լինել աղքատ։ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, այդ թվում օտարերկրացիների, նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։ Պաշտպանը հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նշված անձանց խցերով և կացարաններով, ծանոթացել պահման պայմաններին, ինչպես նաև նրանց իրավունքների իրացման հնարավորություններին։ Շարունակենք ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ և հովանավորությամբ ամեն տարի ազգային ժողովի այգում կազմակերպվող տոնական միջոցառումը տեղափոխվել է Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոց։ Ազգային տիկնիկային թատրոնի ուրախ ներկայացումը դիտել են սահմանամերձ գյուղերի Կիրանցի, Սևքարի, Ներքին Ծաղկավանի, Աճարկուտի և Սարի գյուղի երեխաները։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Անեն Սիմոնյանը։ Իսկ տոնական հեքիաթային տրամադրությունը ձեզ համար կապահովի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը։ Շատ հետաքրքիր էր։ Այո, շատ հավանեցի։ Իզուր եկավ Ձյունանուշի և Գրինչի դերը։ Ձմեռ պապն էր խաղում, Ջունանուշը, Գրինչը։ Ներկայացումը Ամանորի մասին էր։ Գրինչը շատ չար էր, ուզում էր նոր տարին չկայանար, սակայն Ձյունանուշիկը դա չթողեց։ Ես իմ հավես էր։ Ամեն շատ լավ էր։ Ձմեռ պապի նոր տարվա։ Ազգային ժողովի նախագահ պարոն Անեն Սիմոնյանի հովանավորությամբ ամեն տարի ազգային ժողովի բակում նախատոնական Ամանորի տոներին ընդառաջ միջոցառումներ է կազմակերպում, բայց այս տարի որոշեցինք բովանդակությունը, այսպես ասած, միջոցառման փոխել եւ այն իրականացնել սահմանամերձ Կիրանցում եւ մի հետաքրքիր բան հիշեցի այսօր ճանապարհին գալուց, երբ ազգային ժողովի նախագահ Անեն Սիմոնյանը իր Ամանորյա ուղերձում շուրջ 2 տարի առաջ մի այսպիսի բան ասեց, որ 5-6 տարեկան երեխաները տիկնիկի, գնդակի կամ այլ խաղալիքի փոխարեն խաղաղություն են ուզել։ Այսօր արդեն 5-6 տարեկան երեխաները խաղաղության փոխարեն ուզում են տիկնիկ, գնդակ, խաղալիք, որովհետև խաղաղություն այլևս իրականություն է։ Ես նվեր չեմ ուզել, ասել եմ, որ իմ նվերը դա իմ ծնողներն են, ես Աստծո շնորհակալ եմ, որ իմ ծնողներն ունեմ։ Ուզել է շուն, ու երազանքս կատարվել է։ Հեռախոս եմ ուզել, եկել հետաքրքիր խաղալ։ Ուրախություն, բոլորի տանը ուրախությունը լինի։ Խաղալիքներ, բլոգներ։ Միջոցառմանը մասնակցում են մոտ 210 երեխա և Կիրանց գյուղի երեխաներ և հարակից Աճարկուտի, Ներքին Ծաղկավանի, Սարի գյուղի, Սևքարի դպրոցի երեխաները։ Ֆորմատը բավականին հետաքրքիր էր, որ ներկայացրել էին և թատրոն, և հյուրասիրություն։ Ներկայացումներ հաճախ են լինում, բայց ոչ էս նման բովանդակությամբ և նման պրոֆեսիոնալ արտիստների մասնակցությամբ։ Տեղական միջոցառումներ հիմնականում կազմակերպում ենք, բայց մասնակցողները իրենք են, ոչ թե դրսից խումբ է գալիս այդ ձևով։ Սա մի տոն էր և ես ոչ միայն հույս եմ հայտնում, այլ նաև համոզված եմ, որ այս տոնը լինելու է շարունակական։
Գիրանցը երևի մի որոշակի սիմվոլ է, թե ինչպիսին պետք է լինի հայկական սահմանամերձ գյուղը իր բնակիչներով, իր դպրոցով, իր մշակույթով։ Ես անկեղծ ասած զարմացած եմ լավ տեսակետից, թե ինչպես են ընկալում ներկայացումը երեխաները։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Առողջություն, հաջողություն երկար տարիներ։ Շնորհավոր նոր տարի։ Շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ ցանկանում եմ, որ բոլորը լինեն երջանիկ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վերջիրիա նավատորմի արդիականացման եւ նավաշինության վերականգնման գործում Սպիտակ տան ջանքերի շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կստեղծվի նոր դասի 2 ռազմանավ։ ԱՄՆ նախագահը նշել է, որ նավերը հանդերձված կլինեն բարձրակարգ հրանոթներով եւ հրթիռներով, հիպերձայնային զենքերով, թևավոր հրթիռներով, աշխարհի ամենակատարելագործված լազերներով եւ կղեկավարվեն արհեստական բանականությամբ։ Թրամփն ասել է, որ նավերի կառուցումը կտևի մոտավորապես 2.5 տարի։ Սկզբում նախատեսվում է կառուցել 2 նման նավ, ապա 8։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահը պլանավորում է կառուցել մինչև 20-ից 25 նման նավ, որոնք նրա խոսքով կդառնան ամերիկյան ռազմածովային նավատորմի դրոշակակիրները։ Բացի այդ, Թրամփի խոսքով ԱՄՆ-ն պատրաստվում է կառուցել 12-ից 15 միանգամայն նոր սուզանավ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին, որոնց հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել եւ կան վիրավորներ։ Օդեսայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական հարվածներից դեկտեմբերի 22-ի երեկոյան վնասվել է նավահանգստային ենթակառուցվածքը եւ քաղաքացիական նավ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով բազմահարկ շենք է վնասվել, 2 մարդ վիրավորվել է։ Ժիտոմիրի շրջանում վիրավորվել է 6 մարդ, այդ թվում 2 երեխա։ Վնասվել են բնակելի տներ, քաղաքացիական օբյեկտներ եւ խանութ։ Ռուսական ԱԹՍ-ները գրոհել են նաեւ Սումիի մարզի հյուսիսը։ Արձանագրվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 29 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Երկուշաբթի կեսօրից հետո Հալեպում բախումներ են տեղի ունեցել սիրիական ժողովրդավարական ուժերի ներքին անվտանգության ստորաբաժանման եւ Սիրիայի բանակի միջև, հատկապես համատեղ վերահսկողության տակ գտնվող անցակետերի շուրջ։ Բախումները բռնկվել են Աշրաֆիա եւ Շեյխ Մաքսուդ խիտ բնակեցված թաղամասերում, որոնք քրդական մեծամասնություն ունեն։ Կրակոցների եւ գնդակոծությունների հետևանքով Հալեպի տարբեր շրջաններ հայտնվել են վտանգի տակ։ Բնակչությունը անվտանգության նկատառումներով ապաստանել է բնակարաններում, իսկ քաղաքն արդեն երեկոյան ժամերին ամայացել է։ Ժամը 22:45-ին Սիրիայի բանակը հայտնել է, որ դադարեցնում է կրակը Քասատի հետ բանակցությունների մեկնարկին զուգահեռ։ Հայտնի է 8 վիրավորի եւ 2 զոհի մասին։ Զոհերի կամ վիրավորների մեջ հայեր չկան։ Գերմանիայի Գիսեն քաղաքում մեքենան մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ։ Նշվում է, որ Audi Magnish-ի մեքենան բախվել է 2 այլ ավտոմեքենաների, որից հետո շարունակել է ընթացքը եւ մխրճվել ավտոբուսի կանգառի մեջ։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 4 մարդ տուժել է։ Վթարի մեղավորը հեռացել է դեպքի վայրից, սակայն շուտով բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։ Նա Գիսենում բնակվող Ադրբեջանի 32-ամյա քաղաքացի է։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետաքննությունը փոխանցվել է Գերմանիայի քրեական ոստիկանության պետական վարչությանը։ Մեքսիկայի ռազմածովային ուժերի նախարարության բժշկական օգնության առաքելություն իրականացնող ինքնաթիռը Տեխասի Գալվեստոն քաղաքի մոտակայքում վայրեջքի ժամանակ վթարի է ենթարկվել։ Տեխասյան The Daily News-ի տվյալներով ինքնաթիռը վթարի է ենթարկվել Շոլսի միջազգային օդանավակայանին մոտենալիս, խիտ մառախուղի եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում։ Ինքնաթիռում եղել է 8 մարդ, 2 օդաչու եւ 6 ուղևոր, այդ թվում 1 երեխա։ Նրանցից 5-ը զոհվել է, 2-ը ողջ են, 1 մարդ դեռ չի հայտնաբերվել։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Գալվեստոնի ծոցում։
Շրոփշիրի անգլիական կոմսության ջրանցքում հսկայական փոս է առաջացել, որի պատճառով երկու նավակ հայտնվել է խորը ցեխի մեջ։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են խոշոր միջադեպի մասին։ Ջրանցքային նավակները երկար նավեր են, որոնք նախատեսված են Մեծ Բրիտանիայի նեղ ջրանցքների համակարգով նավարկելու համար։ Պատմականորեն նավակներն օգտագործվել են բեռներ տեղափոխելու համար, բայց հետագայում վերածվել են լողացող տների եւ օգտագործվում էին նաեւ հանգստի նպատակներով։ Շրոփշիրի հրշեջ եւ փրկարարական ծառայությունը հայտնել է, որ փրկարարական խմբերն աշխատել են դժվարին պայմաններում, անկայուն գետնի եւ արագ շարժվող ջրի պատճառով, սակայն կարողացել են ավելի քան 10 բնակիչների անվտանգ վայր դուրս բերել։ Ծառայությունը լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք գողության դեպքի Երևանում, ինչպես հայտնում է Շամշյանը, ոստիկանությունը դիմել Երևանի 55-ամյա բնակիչ եւ հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր Mercedes մակնիշի մեքենայից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է խոշոր չափի գումար եւ անձնագիր։ Տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել։ Մեքենայի անվադողը ծակել էին, ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է մոտեցել ու ասել, որ մեքենայի բեռնախցիկ ինչ որ բան են տեղադրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է, պայուսակն այնտեղ չի եղել։ Պայուսակում եղել են $32,000, մոտ 3,600,000 դրամ, անձնագիր եւ բջջային քարտ։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծաքանակ թմրամիջոցներ իրացնողին, նա ձերբակալվել է։ Մանրամասները տեսանյութում։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում, տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբականակը եւ թաքցրել իր տան խորդանոցում։ Նույն օրը ժամը 10-ի սահմաններում Մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ օրը դատարանի որոշմամբ խուզարկվեց խորդանոցը։ Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի 6 փաթեթ ու եւս 8 փաթեթ, լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ վաղը Հայաստանում սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի -4-ից -6, վաղը ցերեկը 5-ից 7 աստիճան տաքություն։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։